Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պետականացման պլանը պատրաստ է, նախ ինչ է նշանակում պետականացման պլանը պատրաստ է։ Ես կարծում եմ բոլոր եւ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով, եւ ես կարծում եմ էներգետիկայի մասին օրենքով սահմանված են եւ դեպքերը եւ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքերի դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ Այսինքն հատուկ օրենք է լինելու, որով հեծը պետականացվելու է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ գործողությունները, հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են։ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հանձնարարական է տվել պետական կառույցներին, կառավարության իրավասու անդամներին, որ ուսումնասիրեն եւ փոխհատուցեն, գտնեն մեխանիզմներ, որ փոխհատուցվի ժողովրդին պատճառված վնասը հեծի կողմից։ Ամսի 21-ին լրացել է այդ ժամկետը, ինչ մեխանիզմներ են գտնվել։ Գիտեք, հանձնարարականը, եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Հանձնարարականը այո կա հանձնարարական եւ աշխատանքներ ընթանում են, բայց այս պահին, երբ որ հանձնարարականների արդյունքում ձևավորված դիրքորոշումը ֆորմալիզացվի, այդ ժամանակ կհրապարակվի։ Այս պահին ես ավելի բան չեմ կարող ասել։ Այդ ժամկետը լրացել է, պարոն Գրիգորյան, ամսի 21-ին պետք է։ Գիտեք, ժամկետը լրանալուց հետո ձևավորվում է առաջարկություն։ Առաջարկությունները դեռևս պիտի քննարկվեն։ Ես չեմ ասում, որ հանձնարարականը չի կատարվել, բայց հանձնարարականի կատարման արդյունքում ձևավորված առաջարկությունները ի վերջո պիտի դառնան հրապարակային նյութ, որին դուք կծանոթանաք այն ժամանակ, երբ որ այն կհրապարակվի։ Եվ պարոն Գրիգորյան, սա երրորդ հարցն է, պարոն Գրիգորյան, ինչպես է մասնավորի գույքը պետականացնում, ինչ մեխանիզմներ ունենք մենք։ Գիտեք, ես վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նմանատիպ դեպքերը նկարագրում են, եւ ես կարծում եմ մեր գործողությունները կառավարության թե որևէ այլ պետական մարմնի լինելու են ճիշտ օրենսդրությամբ սահմանված եւ սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։ Եթե դուք ուզում եք պոտենցիալ հնարավոր սցենարներին ծանոթ լինել, ես կարող եմ ձեզ առաջարկել էներգետիկայի մասին օրենքը մի հատ թերթել, որովհետեւ այնուամենայնիվ մենք խոսում ենք քրիտիկական ենթակառուցվածքի մասին, քրիտիկական ենթակառուցվածքներն էլ ունեն կարգավորումներ, որոնցով բոլոր հարցերի պատասխանները կան եւ այդ իմաստով ես այս պահին էլ ավելի բան չի ցանկանա ասել կամ մեկնաբանել։ Բայց որ գրավադրած հեծը դա խնդիր չի ազգայնացնելու համար։ Ես վստահեցնում եմ, որ այդ հարցը ես կարծում եմ, որ որոշակի նկարագրություն օրենսդրությամբ կա, թե այդ դեպքերում ինչ է հնարավոր անել կամ ինչ պետք է անել։ Իսկ մտավախություն չունեք, պարոն Գրիգորյան, որ ներդրողների համար սա կարող է խնդիր առաջացնել եւ չցանկանան Հայաստանում այլևս ներդրում անեն, քանի որ տեսնում են պետությունը մասնավորի ձեռքից գույք է վերցնում։ Չեղավ, լավ, ես նորից եմ կրկնում, պետությունը երբեք չի անի մի որևէ գործողություն, որը օրենսդրական առավել եւս սահմանադրական շրջանակներից դուրս կլինի։ Իսկ ցանկացած ներդրող շատ լավ տիրապետում է օրենսդրությանը եւ վստահեցնում եմ, որ այդ պարագայում ես կարծում եմ որևէ արտարոց իրավիճակ չի լինելու։ Շատ կներեք, մեկ հարց է պետք է հայ-ադրբեջանականով տամ, կա առաջիկայում հանդիպման ինչ որ ժամանակատված նշված գործընթացն ինչ փուլում է։ Սահմանազատումը նկատի ունեք։ Գիտեք, սենց ասեմ, հաջորդ հնարավոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կոնկրետ ամսաթվի վերաբերյալ չկա, բայց կոնտակտներ կան։ Իսկ որ պետք է Տավուշի այդ հատվածից սկսվեր, այդ գործընթացը դեռ չի սկսել, որևէ բան չի արվում։ Դուք գիտեք, որ եթե ինչ-որ բան արվի, հրապարակային արվելու եւ դուք դրա մասին անմիջապես կիմանաք, բայց հիմա ավելի բան չեմ կարող ասել։ Շնորհակալ եմ։